Դե ինչ, Բաքվից հիմա էլ խոսում են Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության մասին։ Ինչ կա դրա տակ հետաքրքիր։ Շատ բնական է, որ չստանալով, չտեսնելով հակազդեցություն Հայաստանի իշխանությունների պատգամարմինների կողմից, երբ որ հակազդեցություն ինչին։ Ղարաբաղի Արցախի մշակութային ժառանգության սեփականաշնորհման ոչնչացման ադրբեջանական ձգտումների վերաբերյալ Ադրբեջանը աստիճանաբար քայլ անցնում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու գործընթացին։ Այդ առումով բավականին մեծ քարոզչական գործընթաց է սկսվել Ադրբեջանում, հատկապես վերջին շրջանում սաստկացել է դա։ Բայց ինչն է Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգություն համարվում, պետք է ցույց տան ինչ-որ բաներ։ Նայեք, ինչն է Ղարաբաղում, Արցախում ադրբեջանական մշակութային ժառանգությունը, որ ասում են ամեն ինչ այդ նարատիվների մեջ տեղավորվում է, այն ինչ որ հնարավոր չի հայտարարել իսլամական մշակութային ժառանգություն ու ըստ այդմ ադրբեջանական հայտարարում են ալբանական ու այդ կողի տակ ներկայացնում որպես իրենց մշակութային ժառանգություն, այնպես որ ոչ մի զարմանալի բան չկա, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը կամաց հետզհետե հայտարարելու են ադրբեջանական մշակութային ժառանգություն։ Դրա համար գաղափարական հենքը արդեն պատրաստված է 2 տարի առաջ, երբ որ հրապարակն է տվեց Արևմտյան Ադրբեջանի շինծու թեզը, Արևմտյան Ադրբեջան վերադարձնալու շինծու գաղափարախոսությունը, որը եւս հակազդեցություն արժանավայել չստացավ Հայաստանի Հանրապետության իշխանություններից ու այդ թեզը պիտի շարունակվի։ Մենք տեսանք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը արդեն ինքը անձամբ խոսում է այն մասին, որ պետք է տեղի ունենա վերադարձ, վերատիրացում մշակութային ժառանգության, որը թողել են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բնականաբար դրան կհետևի այն հանգամանքը, արդեն սկսվել է խոսվել այն մասին, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է արևմտյան Ադրբեջանի հողերի վրա ու հետևապես ամբողջ ժառանգությունը ինչ որ կա Հայաստանի Հանրապետության մեջ, դա ադրբեջանցիների ժառանգությունն է։ Հայկական եւ ադրբեջանական հանրություններից Ադրբեջանի այդ նարատիվները ելով է հավատում կամ անցալու։ Նայեք, մի սուտը, որ բազմաթիվ անգամներ, բազմաթիվ ամբիոններից կրկնվում է, ինքը դառնում է կամաց սովորական ու դառնում է սովորական անգիտակ մարդ։ Մենք չենք կարող մտածել, որ ամբողջ միջազգային հանրությունը, բոլոր ժողովուրդները գիտակ են։ Իհարկե, գիտական հանրության համար, հանրույթի համար այդ նոր թեզերը լրիվ շինծու են, հասկանալի է դրանց հակագիտական լինելու հանգամանքը, բայց գիտական հանրությունը եւս կարիք ունի քաղաքական աջակցության, այդ քաղաքական աջակցությունը, որ ճիշտ է ասում, դա էլ անպայման կխոսենք։ Իսկ միգուցե Ալիևը չի կարողանում մարսել Ղարաբաղը, մեծ ասած, չէ, Ղարաբաղը նախ եւ առաջ դա պատմություն է, մշակութային, հոգևոր, դարավոր արժեքներ։ Միգուցե դա չի կարողանում մարսել կամ չի ստացում, հիմա պետք է հակառակ բևեռը ստեղծեն դրա։ Ես կարծում եմ, որ լրիվությամբ ճիշտ տրամաբանություն կա ձեր ասացի մեջ, չկարողանալով մարսել բուն Արցախը, ավելի ընդլայնում այր նկարտումները, որպեսզի արցախյան խնդիրը մի քիչ ստվերի տակ մնա ու ավելի մեծ բաների մասին է խոսում, ինչը կարծես թե հաջողվում է իրեն այն դեպքում, երբ չկա, կրկնում եմ, արժանի համաչափ արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Դե հասկանալի է, զուտ ես նկատի ունեմ քաղաքական մթնոլորտ, Հայաստանի ձեռքը չի հասնում հիմա այդ խնդրին, կամ եթե հասնի էլ անպատասխան կմնա։
Բացի Հայաստանից ով կարող է զբաղվել, ով կարող է առնել ադրբեջանական վանդալիզմի դեմ։ Մշակութային ժառանգության Հայաստանը պետք է անի իրենից մշակութային ժառանգության հասանելիքը, դա ես դա չեմ շղթում։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը թե սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության եւ թե միջազգային տրամաբանությամբ առաջին հասցեատերը, թիվ 1 հասցեատերը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գործում քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկում, ակնկալել, որ միջազգային հանրույթը, միջազգային որևէ կազմակերպություն պիտի Հայաստանից առաջ ընկնի ու սկսի պայքարել հայկական ժառանգության համար, չի կարելի։ Իհարկե, դա ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների խնդիրն է, նկատի ունեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարժիչ ուժը եւս քաղաքականությունն է։ Քաղաքականությունը այսօր Հայաստանի Հանրապետության այնպեսին է, որ պետք է, այսպես ռուսերեն որ ասում են, նատարմազախ իջեցնել այս բոլոր խնդիրները։ Այս պայմաններում ասել, որ որևէ միջազգային կառույց պետք է դեմ առնի Ադրբեջան չի լինի։ Հասկանալի է։ Ադրբեջանը վերացնում է նաև Ղարաբաղի խորհրդային պատմությունը։ Ինչու է լռում Մոսկվան, ենթադրենք։ Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը Արցախյան հակամարտության վերջին շրջանում բավականին մեծ խնդրոհարույց հարցեր է առաջացրել Արցախի ժողովրդի, Արցախի իշխանությունների մեջ, ինչու՞ չէ նաև հայկական քաղաքական դաշտի դաշտում, որովհետև այն միանշանակ չի ու շատերը կարծում են, որ հենց Ռուսաստանի ոչ կտրուկ քաղաքականության հետևանքն է այն, որ Արցախը հայաթափվել է ու նույնիսկ կան այսպես թեզեր այն մասին, որ Արցախի հայաթափումը տեղի ունեցել Ռուսաստանի լրելյալ համաձայնությամբ։ Ես անձնապես համարում եմ, որ դա շատ մոտ է իրականությանը, որովհետև հնարավոր չի պատկերացնել այս տեսակ գործողություններ առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության, երբ որ Ռուսաստանի զորքերը կանգնած էին Արցախում։ Ռուսաստանը մի անգամ փորձեց խոսել խորհրդային ժառանգության ոչնչացման վերաբերյալ, խոսքը գնում է Այվազովսկու արձանի ոչնչացմանը ու մի անգամից մենք տեսանք, թե Ադրբեջանի հարձակողական հայտարարությունների առջև ինչպես հետ գնաց Լեռնային Ղարաբաղը վերանվանելով Ղարաբաղ, Ստեփանակերտը Խանքենդի, վերջո ամբողջ լրատվությունը խոսքը գնում է 10 հաղորդագրության մասին, այդ հենց իմ լրատվության հիման վրա էր այդ նյութը Ռուսաստանում լրատվական դաշտում հայտնվել։ Մենք տեսել ենք ինչպիսի զիջողականությամբ այդ նյութի վերաբերյալ փոխվեց քաղաքականությունը Ռուսաստանի լրատվադաշտի, այն նույն վիճակում նույն վիճակը այսօր է, ոչ մի բան չի փոխվել։ Ռուսաստանը փորձում է քողարկել այն ամենը, ինչ որ կատարվում է Ղարաբաղում այսօր, ինչպես փորձում է արդարացնել արցախայցյան էթնիկ զտումը, որ իր զորքի ներկայությամբ է տեղի ունեցել, ինչպես փորձում է հիմա կոծկել այն հանգամանքը, որ այո, Ռուսաստանը եւս պատասխանատու է Արցախի այսօրվա վիճակի համար։ Շուշի կանաչ ժամը հողերին է հավասարեցվել, կա այդպիսի տեղեկություն։ Դա այո, դա Շուշի կանաչ հոգևոր հետք չկա Շուշի կանաչ ժամի պատմությունը հետևյալն է, երբ որ ադրբեջանցիները գրավեցին Շուշին, կանաչ ժամը կանգուն էր լրիվությամբ, հետո հրապարակվեցին ադրբեջանական սոցիալական տիրույթում կադրեր, թե ինչպես է գմբեթը պայթեցվել կանաչ ժամի, հետո արդեն
ամբողջ եկեղեցին։ Google Earth-ից տեսանք, որ ամբողջ եկեղեցին հողին է հավասարցվել, հակառակ նրան, որ սկզբնական շրջանում ադրբեջանցիները ձևացրեցին, որ փորձում են վերականգնել այդ եկեղեցին, ինչ-որ շինարարական խարաճոներ շարեցին 4 կողմը եւ այլն։ Չկա կանաչ ժամը չկա, Ղազանչեցոց եկեղեցին մնացել է առանց գմբեթ ու հայտնի չի թե ինչ է կատարում ներսում։ Գիտեք, ամենամեծ խնդիրը այն է, որ մենք միակ տեղեկատվական աղբյուրը այն մասին, թե ինչ է կատարում Արցախի մշակութային ժառանգության հետ, դա Ադրբեջանի սոցիալական տիրույթն է, որը խստորեն կառավարում է իշխանությունների կողմից եւ մենք տեսնում ենք միայն այն, ինչ որ կամենում է, որ մենք տեսնենք Ադրբեջանի իշխանությունը։ Վերջին դեպքը Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում վնասել են եկեղեցին, կրակել են, չգիտեմ էլ ինչ են արել, կա այդպիսի տվյալներ։ Նայեք, երբ որ ինձանից պատմամշակութային արժեքի մասին է խոսքը։ Երբ որ ինձանից հարցում են, քանի եկեղեցի է վնասվել, քանի տաճար է վնասվել կամ քանդվել, ես ձեռնպահ եմ մնում թվեր հայտնելուց, որովհետև հենց այս պահին, երբ որ մենք զրուցում ենք իրար հետ, հնարավոր է ինչ որ մեկ մշակութային ժառանգություն եւս ոչնչացվել է։ Վանդալի ձեռքը բռնող չկա, կանի արդեն, ինչ կա։ Ճիշտ եք ասում։ Այո, Մարտունի եկեղեցին էր, Երիցմանկանց վանքներ վերջերս ինչ որ կծկտուր տեղեկություններ ստացանք ու այդ գործընթացը պիտի շարունակվի, մենք պետք է հասկանանք, որ դա շարունակվելու է այնքան ժամանակ, ինչքան որ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնի իր հայկական մշակութային ժառանգությանը։ Ղարաբաղի հայերի վերադարձի եւ արևմտյան Ադրբեջան թեմաները համարժեք են։ Դրանք լրիվ տարբեր նյութեր են, Ադրբեջանի, նախ ասենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջան, ստանալով ամբողջական փոխհատուցում իրենց ամբողջ գույքի։ Դա հայտնի փաստ է, Խորհրդային Հայաստանը ամբողջապես փոխհատուցել է այն անձանց սեփականությունը, որոնք լքել են Խորհրդային Հայաստանի տարածքը։ Հակառակ նրան, որ Ադրբեջանում, որ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում բնակվող ավելի քան 450,000 հայությունը լքեց, պարտավորված եղավ լքել իր հայրենի օջախները առանց որևէ փոխհատուցման։ Իսկ Սումգայիթում եւ Բաքվում չհասցրեցին էլ լքել։ Իսկ ինչու՞ չէ, նաեւ Կիրովաբադում, նաեւ հիշենք ավելի վաղ տեղի ունեցած դեպքերը Չարդախլուում եւ այլ Հյուսիսային Արցախի այլ տարածքներում առանց որևէ փոխհատուցման ստիպված էին լքել իրենց բնակավայրերը ու բնակվել կամ Հայաստանում կամ նորից հետո արտագաղթել ինչ որ ուրիշ երկրներ։ Այնպես որ եթե խոսելու լինենք այսպես ասած ադրբեջանցիների վերադարձի Հայաստան մասին, պետք է խոսենք հայության վերադարձի մասին Ադրբեջանի տարածք։ Այլ ոչ թե Արցախի վերադարձի։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա Արցախը միշտ եղել է անջատ Ադրբեջանից, նույնիսկ Ադրբեջանի կազմում երբևէ չի եղել, բացի կարճ ժամանակ։ Երևանը առաջարկում է եկեք փակենք թեման այդ համարժեքությամբ։ Ես ոչ մի ինտրիգ այստեղ չեմ տեսնում, ես տեսնում եմ այստեղ փորձեր Հայաստանի իշխանության կողմից մնալ իրենց այսպես հնարված խաղաղության օրակարգի շրջանակներում, զիջելով Հայաստանի ու հայ ժողովրդի ամենակենսական շահերը, ամեն գնով հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, որը իմ խորին համոզմամբ հնարավոր չի, բացառվում է։ Հիմա մենք տեսնում ենք, չէ, ինչու հնարավոր չի, որովհետև եթե դա լիներ Ադրբեջանի անկեղծ ցանկությունը, հիմա մենք չէինք տեսնի թեզեր արևմտյան Ադրբեջանի մասին, չէինք տեսնել թեզեր ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան, թե չէինք լսել թեզեր Ադրբեջանի այսպես կոչված մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պատրաստ է անգամ ձախողել Վաշինգտոնյան նախաձեռնություն։ Ինքը ձախողելու խնդիր չունի, ինքը անընդհատ խոսելու է։
Միտքը անընդհատ խոսելու է խաղաղության մասին, որ պատրաստ է խաղաղության, շատ ուրախ է, որ խաղաղություն է լինելու, անընդհատ անվերջ կորզի Հայաստանի Հանրապետությունից հավելյալ զիջումներ ու այդպես էլ խաղաղության պայմանագիր չկնքի։ Ալիևը պատրաստում է մեծ համաներման, լսել եք երևի տեղեկությունը։ Այո, իհարկե։ Կարող է դա մերոնց էլ առնչվում։ Ոչ, Չէ։ ոչ։ Ալիևը պատրաստում է հանմաներման հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարած ադրբեջանցիների համար, ոչ թե մեզ համար։ Լրիվությամբ տարբեր խնդիրներ են, լրիվությամբ տարբեր հարթություններ են ու հայ պատանդների ազատման խնդիրը եւս Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրներից մեկն է։ Մենք տեսնում ենք իհարկե որ միջազգային հանրույթը, այդ թվում նաև Թրամփը ինչ որ ձևով այդ հարցի շուրջը խոսում են, բայց նորից թիվ 1 հասցեատերը այդ հարցերի լուծման Հայաստանի Հանրապետությունն է։ Պետք չի ակնկալել ուրիշներից ավելին, քան թե մենք ենք անում։